Թիվ 34-ի 32 ընտրատեղամասում օրվա մինչ այս պահը արդեն 200 ընտրող է քաղաքացիական իր պարտքը կատարել։ Այստեղ քվեարկելու են 1843 անձ։ Մեկ անձ էլ ըստ լրացուցիչ ցուցակի համաձայն է քվեարկելու։ 34-ի 32 ընտրատեղամասի նախագահ Ալիսա Ասատրյանի վստահեցմամբ այդ մեկ հոգին բնակության հասցեի հետ կապված խնդիր է ունեցել, ինչն էլ ճշտվել է մինչ ընտրությունների մեկնարկը։ Մեր նկարահանման պահին չհրկիզվող պահարանից հանվեցին հավելյալ քվեաթեժտիկներ։ Այս մասին էլ արձանագրություն է գրանցվում համապատասխան գրանցամատյանում։ Տեղամասում անճշտություններ կան կապված անձնագրերի հետ, սակայն ըստ հանձնաժողովականների հարցը արագ կարգավորվում է, ուղղորդելով մարդկանց դիմել համապատասխան կառույցներին։ Անձնագրերի հետ երկու դեպք եմ նկատել, մարդկանց ուղեկցել ենք դեպի անձնագրային բաժին, որպեսզի իրանց ճշտեն անունները եւ ներկայանան ընտրատարածք։ Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը տրամադրել է նաեւ խոշորացույցեր, որ մի քիչ խնդիրներ ունի տեսողության հետ կապված, տալիս ենք, եթե դա չի օգնում, ուրեմն միջամտում ենք այլ օգնություններով։ Հանձնաժողովի անդամները, վստահված անձինք եւ դիտորդներ ոչ մեկը չեն միջամտել։ Միջամտել են բոլորովին այլ դրսից հրավիրված քաղաքացիներ։ Կան նաև խնդիրներ կապված տարեցների օգնության հետ, մասնավորապես օգնության կարիք ունեն թույլ եւ վատ տեսողություն ունեցողները։ Այս մասին եւս արձանագրություն է կազմվել։ Պատճենահանման սարքի բացակայության պատճառով մեծ տրամադրվեց արձանագրության կրկնօրինակը ձեռագիր եւ հանձնաժողովի նախագահի ստորագրությամբ։ Գրանցվել է նաև խնդիր դրոշմակնիկի թանակի հետ կապված։ Կնիկները ուրեմն 9.5-ի դրությամբ մենք հատուկ նախատեսված դրոշմակնիկի համար հատուկ նախատեսված թանակը փոխեցինք ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի ցուցումներ ստացանք, ինչ որ խնդիրներ կար թանակի հետ, շուտ էր գոլոշանում, հիմա ուրեմն դրոշմակնիկը կնկվում է սովորական թանակով։ Դիտորդները վստահված անձինք հետևում են ընտրության ընթացքին։ Խնդիրներ, արտառոց դեպքեր, խախտումներ տեղամասում չեն գրանցվել, վստահեցրեց նախագահը։ Ժամը 8-ին բացվել է տեղամասը, ընտրությունները նորմալ են տանում, ոչ մի արտառոց դեպք չի գրանցվել, հոսքը շատ բնականon է եւ նորմալ, բավականին ընտրողները ակտիվ են։ Մոտավորապես 200։ Այո, աշտեն քվեարկել են։ Դեռ ոչ մի դեպք չենք արձանագրել, ամեն ինչ նորմալ է։ Համոզվել եմ, որ եղել է խախտում, ու կարծում եմ, որ ասենք, եթե կա մարդ հանձնաժողովի թեկուզ անդամ կամ վստահված անձ կամ դիտորդ, իրանց պարտականություններն ա, որ հետևեն այդ կանոններին, եթե չնկատել են ու չեն միջամտել, չեն խոչընդոտել այդ խախտմանը, ուրեմն դա իրանց մեղքն է, բայց չեմ կարծում, որ ինչ-որ մեկը նկատած լինի ու թույլ տված լինի, որ խախտումը մինչև վերջ իրականացնեն։ Էլիզա Ֆրանգուլյան, Խաչատուր Քևոշյան, Ցայք հեռուստաընկերություն։